Առաջին Պետրոսի նամակի մեջն ենք եւ երրորդ գլուխեն ուզեմ գարտալ 8-12 համարները։ Ուրեմն առաջին Պետրոսի երրորդ գլուխ 8-13 համարները մտիկ Աստծո խոսքը երկյուղածությամբ։ Վերջապես ամենքդ մեկ մտքի վրա եղեք, գարեգից, եղբայրասեր, ողորմած ու քաղցրապարո։ Չլավ որ չարության փոխարեն չարություն հադուցանեք, կամ նախադինքի փոխարեն նախադինք, այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտնալով որ այս բանին համար գանչվեցաք, որբեսի օրհնություն ժառանգեք։ Վասնզի ան որ գուզե կյանքը սիրել ու բարի օրեր տեսնել, իր լեզուն թող դատվեցնե չարութենե, ու իր շրթունքները նենգություն խոսել է։ Թող չարութենե ետ կաշվի եւ բարություն ընե, թող խաղաղություն փնտրե եւ անոր յետևեն երթա։ Քանզի դերոջ աչքերը արդարներուն վրա են, ու իրականչները անոնց աղոթքին, բայց դերոջը երեսը չարակորձներուն թեմ է։ Թող դեր օրհներ սուրբ խոսքին ընթերցումը։ Ամեն։ Մեր առօրյա կյանքի մեջ հաճախ մանավանդ ծնողներ կմտահոգվենք եւ կգետրոնանք մեր զավակներուն աճման ընթացքին վրա, իրենց մեծնալուն եւ աճումի վրա եւ գուզենք որ իրենք ֆիզիկապես մեծնան, ընկերային կետնի վրա մեծնան եւ նաեւ մտքով մեծնան եւ աճին։ Եվ գուզենք որ անոնք շիդակ եւ լավ ցևով մեծնան, առողջ ցևով մեծնան եւ ադորաման շատ զողություններ կդիմակրավենք, պատրաստ ենք ընելու, գուզենք լավակույնը դալ, բայց մանավանդ գուզենք որ անոնք մեծնալով կյանքի պատրաստվին։ Գուզենք որ իրենք այդ կյանքի մեջ կայանան իրենց ջամփանք գտնել, իրենց ուղին գտնել եւ գուզենք անշուշտ շատ անգամ խրադել, գուզենք նաեւ մեր կյանքի փորձառություններով իրենց օգտակար ըլլալ, իրենց հետ բաժնեկցիլ։ Հիմա բոլորս գիտենք որ այս ընթացքը թյուրին ընթացք չէ, գարջ ընթացք չէ, բայց երկար եւ հաջող եւ շատ հաջող գրնա ցավով եւ դժվարությունով ըլլալ եւ նաեւ մեծ զողություններով ըլլալ։ Նաեւ մեծ զողություն կբահանջի։ Մենք մեզի հարցնելու ենք որ արդյոք ինչ բանը կորոշե որ մեկը աջած է իր կյանքի մեջ, մեծած է, իմաստուն է, ինչ բանը կորոշե։ Արդյոք դարիները 30 տարեկան ես, 40 տարեկան ես, 50 արդյոք դայները կորոշեն որ մեկը աճում ունի, մեծած է։ Արդյոք 12 ամիսի հետ ավելի հասուն դիլանք, ավելի իմաստուն դիլանք մեր կյանքի մեջ, ավելի իմաստուն գտարնանք։ Արդյոք մեր ջերմգած մազերը կորոշեն մեր աջած լալը, կամ թերևս մեր թափած մազերը կորոշեն։ Շատ կսեն որ դες կյանքի գլուխս մաս չի մնաց այս կյանքի վիճակներն։ Արդյոք ասե անշուշտ հոգևոր կյանքի մասին ուզեմ խոսել այսօր եւ հոգևոր հասունության հոգևոր աճումի մասին խոսեմ, որովհետեւ այս նյութը շատ կարեւոր նյութ է նամանավանդ նամակներում մեջ հոգևոր աճում, հոգևոր կյանք։ Անշուշտ այս մեկը կհաջորդե անցին վերստին ծնունդը։ Անցումը Տեր Հիսուս Քրիստոսը կընդունի, կաշխարե, կհավատա, որպես Տեր եւ Փրկիչ, լավ յետքը ինչ Տեր Հիսուսը կընդունենք, աշակերտ դառնալու ենք Տեր Հիսուսի եւ այդ աշակերտության մեջ ինչպես որ դբրոց կերտանք եւ կսորվենք եւ շատ անգամ Ատկան ուրախ դբրոց չեն գերտար, մենք մեզի գմարզենք ամեն օր դբրոց երթալու, տասնելու, քրավորնելու, հոգևոր կյանքն էլ այդպես է։ Հոգևոր կյանքն էլ այդպես է, աշակերտության կյանքն էլ այդպես է։ Եբրայեցիս նամակի մեջ, որ քիչ առաջ գարտացվեցավ, առաքյալը կամ հեղինակը այս նյութին գանտրատարնա։
Եվ կներկայացնի հարցը, որ գոյություն ունի եկեղեցին մեջ։ Եվ այս հարցը հոգևոր աճման բացակայությունն է։ Հոգևոր աճման բացակայությունը։ Գսե որ մինչև հիմա դուք ուսուցիչ պետք է որ լայք։ Եվ դուք պետք է որ սորվեցնեիք, բայց դակավին մանուկ եք դակավին գսե բարձ դակավին պետք ունիք որ բարձ բաները լսել։ Բարձ բաները սորվիլ։ Առաջին սկզբունքները սորվիլ։ Անգլերենի մեջ elementary գսենք որ, այսինքն դակավին նախագծանի մեջն եք։ Դեզեմի դարիք անցած եք, համասարի դարիք եղած եք, բայց գսենք որ դակավին նախագծարանի մեջն եք։ Եվ դակավին հիմնական բաները պետք է որ լսեք եւ պետք է որ սորվիք։ Բայց դուք պետք է սորվիք թե որոնք են ասո պատկամները առաջին սկզբունքները։ Դուք գատի գարոդիկ եւ ոչ թե հաստատուն գերագուրի։ Եթե զավակդ գատնգեր է եւ ավոր ջաշմը դասիրեն, ինչ կլա մամաներ գիվանտանա, չէ՞։ Պետք է գատտաս։ Ամեկ դարիքի հադուկ ջաշ կուտանք, չենք կրնար մեկ տարեկան կամ 6 ամսա բզդիգին քեբաբ կերցնել, խորոված կերցնել, չլար, իվանտ կլա, մարմինը ստամոքսը չի շալգեր, ոչ ալցեզի, եթե միան գատ դրվի, եթե մենք միան գատ խմենք, նորեն չլար, գսե որ դուք գատնգեր եք և հաստատուն ջաշի գարոդիք, հաստատուն գերագուրը գսե չապահաստերուն համար է, որոնց ըսկայարանքները, անոնք որոնք դասերոտ տասան և ֆիլոսոֆիկարն են, ըսկայարանքները, իրենց սենսերը, լսելը, դեսնելը, համդեսելը, թպնալը, սովորությամբ վարժված են պարին ու չարը զանազանել։ Քիչ առաջ այս պարը գմնդացենք որ, սովորությամբ։ Այսինքն, ուրիշ թարգմանություններում մեջ իրենց մարզելով, իրենց train ընելով։ Ինչպես որ երբ որ մարզանքի մեջ պետք է որ դու քեզ train ընես։ Ինչու՞ կարևոր է այս սովորելը, այս մարզվելը, որովհետեւ գսե որ քու սկայարանքները, քու աչքդ, լսածդ, տբածդ գարենան վարժված են բարին ու չարը զանազանել։ Եթե դու քեզի չի սորվիս եւ չի սովորեցնես, ցանկիտ մեջ շիդագը սխալեն բիդի չի գրնաս զանազանել։ Եվ անշուշտ շիդագը բիդի չի գարնասնել եւ սխալը բիդի ենես։ Ուրեմն այս է որ նյութը արաքել այս նամակի մեջ գանտրատարել, դակամին դուք մանուկ եք եւ գատնգեր եք։ Ասոնք ավետարանը լսած են, հավատացած են, բայց պետք ունին աջումի։ Չեն աջիր գոր, չեն մեծնար գոր։ Դարիքով աջած են սակայն հոգևոր կյանքի մեջ դակամին մանուկ կմնան։ Հարցումս դու քեզի գերագրես հոգևորաբես, դու քեզի գսնուցանես ասո խոսքին հետ ժամանակ անցնելով, կամ բարձաբես երբեմն ուրիշին սորվեցածին վրա հիմնված ես։ Շատ անգամ գխորինք որ գիրագի օրվա 20 վարգյանվա քարոզը բավարար է մեզի հոգևոր կյանքի մեջ աճելու։ Եկեցի ու կանք բադվելին 15 վարգյան 20 վարգյան գքարոզ է եւ ադիգա բավարար է։ Երբ սերդողության գա, գսենք որ ժամանակ չենք տար, ժամանակ չունենք, անցնաբես աստո ժամանակ չենք տար։ Շատ բաներու ժամանակ գուդանք, բայց երբ աստո խոսքին կա, երբ աշակերտության կա, գսենք որ շատ սպաղենք, շատ օգնած եղանք, ինչ գիտնամ ինչ, այս բոլոր պատճառները գլսենք։ Եվ ուրեմն որքանով աջած ես հոգևոր կյանքիդ մեջ, գատնգեր ես, հաստատուն, պատրաստ ես հաստատուն ջաշ ուտելու, ադալ աստիճանաբար գլա, գամած գլա։ Ինչպես կրնաս գիտնալ, որ աջած ես, եւ ինչ են չափանիշները աճման եւ մեծնալուն։ Ինչպես հստակ կլա, որ մեկը գմեծնա հոգևոր կյանքի մեջ։ Այս նամակի մեջ մի քանի չափանիշներ գուտա, անշուշտ ուրիշ չափանիշներ ալ գրնանք հիշել։
Երբ պիտի ճամփորդես օտոնավով, գիտես, օտոնավը գուկա, բայց 2 ժամ վերջ գտերի։ Ինչու՞։ Կան որ երբ որ օտաչումը պիտի թրի, որքան էլ փորձառու լա, որքան էլ հազարավոր ժամեր թրածել լա օտոնավով, ցանկ մունի, checklist մգա։ Եվ պետք է որ այդ լիստին վրա են անցնի, եւ պետք է որ ըստուկե։ Ասի շիդագե, ասի շիդագե, ասի շիդագե։ Եվ որ ամբողջ checklist-ը օքեյ է, այդ ժամանակ օտաչուն օտոնավով գտերի։ Չսեր որ բնաշ չունի, ես արդեն 25 տարվա օտաչու եմ։ Այսօր ալ check me ինեք։ Այսօր ալ մի ըստուկե օտոնավը, ես պատրաստ եմ թրելու, եթե բան մելա գլխուց ճարին գնայեմ։ Ինչ բան մելա գլխուց ճարին գնայիս։ Կետնին վրա դերևս գլխուց ճարին գնայիս, բայց օդին մեջ 350 հոգի, 800 հոգի քեզ մեկ ախյալ են։ Եվ ամեն անգամ որ գտերինք, մենք ասում պետք է շնորհակալ ըլլանք, որ այդպիսի անցիկ կան, որոնք կետնի վրա, որոնք օտաչու չեն, բայց կետնի վրա, այդ օտոնավի բոլոր ստուկումը գնեն։ Այլապես մարդիկ պիտի չգայանային թրիլ, կյանքդ օդի մեջ ադոնց մեկ ախյալ է։ Եվ որ գճամփորդեն բան գնեն, եթե բան մելա, պետք է այսպես ունես, պետք է, գիտես, ցույց կուտան։ Մտքիս մեջ կսեմ, որ օտոնավի ինան է, այս սերվրազները բարապ բան է։ Օտոնավի ինան է արդեն դեր Հիսուսի կովասանք, ինչ, բայց գնեն փաստեսները։ Պետրոս Արաքյալ նույն դժվարության գանտրատարնա իր նամակին 3-րդ գլուխի մեջ եւ գճանա դալ կորզնական քայլեր, որոնք գրնանք նկատել որպես չափանիշներ հոգեվոր աճման կամ հասունության։ Եվ ասկա բոլորիս համար է։ Ինչ են այս հոգեվոր աճման չափանիշները Պետրոսի համար։ Առաջին գսե որ մեկ մտքի վրա մեկ միտք ունենալ։ Մեկ միտք։ Վերջապես ամենքդ մեկ մտքի վրա եղեք, գսե Պետրոս Արաքյալ։ Այսինքն մեկ սիրտ ունենալ։ Հավատացյալները այդ մեկ սիրտը պետք է ունենան իրարու հետ։ Եվ նույն նպատակը եւ մանավանդ նույն նպատակը եւ համացայնություն պետք է համացայն լինան նաեւ վարդապետական սկզբունքներուն շուրջ եկեղեցիներս։ Գիտեք, վարդապետական սկզբունքները շատ կարևոր են, որովհետեւ շատ անգամ այս վարդապետական սկզբունքները եկեղեցին իրար մե գփաժնե։ Մենք Սուրբ Հոգիով գմգրդվենք, երբ որ վերսին ծնունդ կունենանք, կամ վերսին ծնունդ կունենանք, վերջը պիտի սպասենք, որ Սուրբ Հոգիով մգրդվենք։ Նյութեր կամ որ եկեղեցիները իրար մե գփաժնեն եւ մենք այս եկեղեցին չենք ընդունիր, որովհետեւ այս եկեղեցին այս բանին չի հավատար, այսպես չի ճաշտեր։ Կարևոր է որ եկեղեցի մեջ անձեր հավատացյալներ վարդապետական այս հիմնական բաներում մեջ համացայնություն ունենան, մեկ միտք ունենան։ Արաքյալը չուզեր որ մենք նույնանման ըլլանք։ Գիտեք, copy paste կսենք կոմպյուտերի մեջ։ Copy գնես, ոչ, ես եւ ասխիգը նույնը պետք է ըլլանք։ Այդպես չէ։ Նույնանման ըլլալու չենք։ Բայց պետք է որ նույն ծավով մտածենք։ Պետք է որ նույն դեսիլքը ունենանք եկեղեցին հանդեպ։ Պետք է որ նաեւ նույն համոզում ունենանք, որ ինչպես հավատքի կյանքը պիտի ապրենք։ Հասկանաք որ ինքը իր ծև ունի, ես իմ ծևս ունիմ, ամեն մեկը իր ծև ունի։ Բայց այդ բոլոր ծևերն ալ շիդակ սկզբունքներով վրա պետք է որ հիմնված լինեն։ Եվ ադորամար է որ եկեղեցի մեջ կկարոզենք, ադորամար է որ կսորվեցնենք, ադորամար է որ աշակերտության դասընթաց կնենք, որովհետեւ մարդիկ այդ հիմնական սկզբունքներու մեջ գարենան ամուր հիմեր, որքան հաստատուն են ծեր հիմք հավատքին երկեցինք։ Ինչ բանի վրա հաստատված է մեր հավատքը, մեր համոզումը։ Շիդակ հիմերու վրա կամ հիմերու մեջ սխալ բաներ կան։ Եվ շատ անգամ սիրեներ, երբ որ գլսենք, մանավանդ հիմա որ այս YouTube-ը գա, այս մեդիան գա, ամեն տեսակ բան գլսես YouTube-ի վրա, ամեն տեսակ կարոզ գլսես։ Լավ, ինչպես պիտի զանազանես, որ մեկը շիդակ է, որը մեկը սխալ է։ Ասի ինչ լավ գխոսի գոր։ Լավ, օքեյ, խոսածը շիդակ է։ Հիմնավորված է Տեր Հիսուսի իսկական հավատամքին վրա, հավատքի վրա, վարդապետության վրա։ Այո, գերնանք տարբերություն ունենալ իրարու հետ, բայց մեր գետրոնացումը, մեր
համացան ըլլալու ենք Տեր Հիսուսի վրա։ Ով է Տեր Հիսուս։ Համացան ըլլալու ենք ադոր վրա։ Եվ անշուշտ Տեր Հիսուսի գերբարը, մոդելը պետք իր պատկամը եւ իր առաքելությունը պետք է որ հասկացած լինենք եւ անշուշտ այդ գերբարին, այդ մոդեցումին եւ այդ Տեր Հիսուսի այդ ով լալու վրա, այդ իր առաքելության վրա հիմնված պետք է լա մեր առաքելությունը։ Ասի կնշանակի, որ նույն միտքը ունեցեք։ Ուրիշ հավատացյալներու հետ այդ ներդաշնակությունը ունիս հարմոնի, ներդաշնակություն։ Գիտեք, որ գնվակեն ներդաշնակ պետք է լա։ Նվակ այլապես ամեն մեկտեղեն ցայմը գել եւ շատ լիքեղ երաշտուն գրնալալ։ Գնշանակե նաեւ լալ մեկը որ բոլորին լավ ցևով, բոլորին հետ գրնա լավ ցևով աշխատիլ եւ գրնա նաեւ ընդունիլ թիմացիները։ Որքան աճող գրնալալ հովի մկորձը կամ երբ եկեցու առաջնորդներում մեջ այդ միության հոգինգ է, որ երբ որ ժողովրդի մեջ այդ միության հոգինգ է, եւ բոլորը նույն նպատակը ունին եւ պատրաստ են այդ նպատակին համար իրարու հետ աշխատելու։ Կորզարակրոց քիրքի մեջ անձնավորություն կա Բարնաբաս անունով, շատ այս մտքին, այս գաղափարին շատ գեհզնա։ Գիտե բոլորին հետ աշխատիլ, գիտե բոլորին դեղ դալ։ Բողոսը ճամփորդություն պիտինե, գսավ երկրորդ ճամփորդյան, գսավ ես Մարգոսը բիճարն եմ, կամ առաջին ճամփորդյան մեզի ճամփան ցկեց, իդ վերադարձավ։ Իրավունք ունի Բողոս Արաքյալ։ Ինչու այդպես չեմ գիտեր, բայց Բարնաբաս գսավ որ վնաս չունի։ Վնաս չունի, արիտ տան գիրեն։ Բողոս գսավ որ ես արիտ չեմ ուզել, դալ գսավ լավ, ես կարնեմ եդս։ Եվ ուրեմն գփաժնվին, բայց Բարնաբաս եւ Հովհաննես Մարգոս Ավետարանիչը ուրիշ ուղությամբ կերտան եւ Բողոս Արաքյալ ուրիշ ուղությամբ կերտան։ Գիտեսնեք, մեկը որ գիտե բոլորին հետ աշխատիլ, գճանա ներդաշնակությունը բահել ասո կորձի մեջ։ Եվ անշուշտ բոլորս ալ ադոր մեջ թեր ունենք եկեղեցին կյանքի մեջ։ Երկրորդ կսե որ գարեգից, գարեկցող Հունարեն բառը կնշանակե սկալ թիմացինին հետ երկուստեք հետաքրքրություն, mutual interest անգլերով, երկուստեք հետաքրքրություն։ Երբ թիմացինը գուլա, հետը գուլաս, երբ թիմացինը գխնտա, հետը գխնտաս։ Բողոս Արաքյալը ուրմայացում է ինչ կսե, խնտացողները եւ լացողներուն հետ լացեք։ Ուրեմն կարևոր է ասիա։ Այսինքն իրարու մեջ մրցակցություն չի գա կամ նախանց չի գա։ Աջող հավատացյալներ իրարու ուրախություններ եւ իրարու նեղությունները կբաժնեկցին։ Թիմացինին ուրախության հետ ուրախագից կլաս։ Իր հաջողությանը համար ուրախանաս իր հետը։ Ինչ մագարտակի վրա ես արդյոք երբ մեկը ցավցնես ինք ուրախանաս ուրիշներու հաջողության հետ հարցում են ասում որ մենք մեզի նաև հարցնելու ենք։ Մեկը ասած է հետևյալը հասունությունը կսկսի աճիլ երբ կրնաս սկալ թե քու հետաքրքրությունդ ուրիշներուն ստորագետ գքերագշ ավելի է քան քեզի հանդեպ ունեցած մտահոգությունդ։ Նորեն ասեմ հասունությունը կսկսի աճիլ երբ կրնաս սկալ որ թուն անցնաբես թե քու հետաքրքրությունդ ուրիշներուն համար ավելի է քան թե քեզի հանդեպ ունեցած մտահոգությանդ։ Անշուշտ չեմ ասել որ կանցիդ համար մի մտահոգվիր, բայց ասի բավական նաև ուրիշին դեղ դալը, ուրիշին համար մտահոգվելը նաև կարևոր է այստեղ։ Եվ ասի Աստվածային է նաև ասիկա Տեր Հիսուսի անձնավորության, Տեր Հիսուսի կյանքի մեջ նաև այս մեկը հաճախ կտեսնենք։ Մեղավորին, մաքսավորին, անդեսվածին Տեր Հիսուս միշտ ժամանակ տվավ եւ միշտ կարևորություն տվավ։ Երրորդ եղբայրասեր։ Միան եղբայրուն համար չի ասիա, բայց եղբայրասեր, քույրասեր բառ չի գա, բայց եղբայրասեր մեջն է։ Այսինքն
եղբայրական սեր ունենալ։ Գիտեք, ընտանիքի մեջ քույրեր եղբայրներ ենք։ Հայր, մայր եւ զավակներ, քույրեր, ուրեմն եղբայրական սեր ունենալ գսե։ Samuel Coleridge հեղինակ մսած է, հետևյալ ասած է բարեկամության մասին։ Գսե բարեկամություն աբաստանող ձարմն է։ Երբ այս հատկությունը ունիս, քու բարեկամության ջուղերը գահասնին ուրիշներու կյանքին եւ գուդան աբաստանարան, գուդան շուկ, գուդան քանքիստ եւ գուդան օգնություն, ապահովություն եւ քաչալերանք։ Գիտես, որ ծարի մտակ կնստիս այս բոլորը գվայելես։ Եվ եթե դու բարեկամ ես, ասել է որ ուրիշներ նաեւ այս բոլորը պետք է որ եւ գրնան վայելել կովդ։ Ուրեմն ադա գսե որ նաեւ եղբայրասեր գսե արակյալը։ Բարեկամներ հանգիստ կուդան։ Իրենց մոտ զորություն գտնենք։ Բդուղ կուդան որ սնունդ կուդա եւ գքաչալերը թիմացինը։ Բարեկամներ պատրաստ են թիմացինին լսելու։ Անշուշտ անգերձլանք մենք չենք կրնար ամեն մարդու հետ նույն մագարտագի բարեկամությունը ունենալ։ Okay, գարելի չէ ադիգա այս կամ մեծ տիվետը, բայց այս արակինությունները, այս արժեքները նաև բարեկամության մեջ կարևոր են։ Նայեցեք Աստվածաշունչի մեջ Հովնատան այսպեսի բարեկամ եղավ Դավիթ, անոնք պատմությունը գիտեն։ Իր հայրը Դավիթը գհալած էր, գիտա որ Դավիթ թագավոր բիդելա եւ Սավուղ զինք հալածեց դարիներով։ Եվ Դավիթ ալ երկու անգամ Սավուղի կյանքը խնայեց։ Գրնար մերցեր, բայց չի մերցուց։ Սա որ ես ասո օձյալին ցեք չեմ զարներ։ Եվ որ մսա որ Հովնատանի գիտես հայրը զիս գուզե մերցնել։ Իրական ասա, ուրեմն բանի համանցանցան եւ փաստեց որ Հովնատան Սավուղ գուզե իսկապես Դավիթին մերցնել։ Բայց գիտեք ինչերով գիտնալով որ Դավիթ հաջորդ թագավորը պիտի լար Իսրայելի օգնեց Դավիթի որ փախչի եւ Սավուղի ցերկեն ազատ է։ Շատ ավոր օրինակ մնե բարեկամության Աստվածաշունչ։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ ամեն տեսակի նյութի շուրջ օրինակներ կան։ Եվ անշուշտ շատ կարևոր է որ այսպիսի բարեկամներու խումբը ունենանք, անցմը գանա բարեկամներու խումբ ունենա, որ նեղության ժամանակ գրնանք իրենց թիմել, գրնանք իրարու թիմել եւ մենք ալ նույնը լալու ենք։ Եթե գուզես որ մենք էզի բարեկամը լավ, նաեւ թուն լավ բարեկամ եղիր։ Այս մեկը մեր կյանքը գիտեք ինչ կնե, գահարստացնե։ Եվ ասկա լավակույն ծևով անշուշտ նաեւ պետք է եկեղեցի մեջ լավորովդեվ եթե հավատացյալ ենք եւ նույն բանին կհավատանք, եթե նույն բանին կանչված ենք, նաեւ այս մեկը նաեւ մեր կյանքի մեջ իրական լալու է։ Ասել չէ որ եթե բարեկամներով ես չես վիճիր, չես կրվիր, երբեմն գվիճիս, երբեմն գրվիս նյութի շուրջ, բայց վերջավորության, գիտես, Քրիստոսի սերը այդ բոլորը մեկ կողմ գվերցնե, մեկ կողմ գտնե, քանի որ իսկապես այստեղ ասված այդ եղբայրասեր լալու կամ այդ քույրս կամ այդ քույրը սիրելու կամ եղբայրը սիրելու այդ կարողությունը ունես։ Ուրեմն այստեղ պիտի գնամ եւ հաջորդ անգամին, հաջորդ պատկամին պիտի անդրադառնամ մնացյալ չափանիշներուն վրա։ Այս առաքինությունները գուզեմ շեշտել կամ ուզեցի այսօր շեշտել, երբ այդ բոլորը գծուցապերենք մեր կյանքի մեջ, մեր հարաբերությունները ավելի շինիչ պիտի լան, ավելի խաղաղ պիտի լան եւ անշուշտ ցույց պիտի տամ որ մենք գաջինք եկեղեցին ալ գաջի եւ անշուշտ դերը մեր առաքելությունը, դերը մեր ծառայությունը եւ դերը մեր կյանքը պիտի օրհնե։ Բայց ասկա անելու համար սիրեիներ չենք կրնար գաթնգեր մնալ։
Չենք կրնար ձնիլ եւ գաթնգեր մնալ։ Պետք է որ այդ աջման ընթացքին մեջը լանք եւ որբեսի նաեւ այս բաները մեր մեջ երևնան։ Թող Տերը մեզ այս ճանկի մեջ առաջնորդե եւ անշուշտ հավատարիմ բահե եւ որբեսի ինք փառավորվի։ Ամեն։